Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում կզրուցենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերը։ Պարոն Սուրենյան, զրույցը սկսենք, Հովանավանքում տեղի ունեցած, այսպես ասած, պատարագից, որը կազմակերպել էր կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, Տեր Արամը։ Նիկոլ Փաշինյանի իշխանական ողջ թևը մասնակցում էր եւ նպատակը ըստ իրեն սա ցույց տալն էր, որ իրենք քահանայի կարգալույծ արված քահանայի կողքին են, քանի որ ըստ իշխանությունների կաթողիկոսը իրավունք չունի կարգալույծ հռչակել քահանային։ Եվ արդեն այն փաստը, որ իշխանությունը իրեն իրավունք է վերապահում ոտնձգել սահմանադրության դեմ եւ քննարկել կաթողիկոսը ինչ իրավունք ունի անել, ինչ իրավունք չունի, կամ եկեղեցում ով է լեգիտիմը եւ ով ոչ, արդեն այդ փաստը հակասահմանադրական է, ընդհանրապես արտարոց էր, որ երկրի ղեկավարը եւ սա աննախադեպ մի իրադարձություն է, երբ որ երկրի ղեկավարը մասնակցում է ապօրինի հավաքի։ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում Պանդորային ճարկղը բացել, խրախուսելով այս հարցում լեգիտիմության վախճանը, նա այդ նախադեպը դարձնում է կիրառելի նաև բոլոր դեպքերի համար։ Օրինակ կարող է իր դիրքերը տկարանան եւ նա որևէ պաշտոնյայի պաշտոնանկ չանի, այդ պաշտոնանկանի կներեք, այդ պաշտոնյան չենթարկվի։ Մնա կաբինետում եւ ասի, ես կարծում եմ, որ քո որոշումը կամ հրամանը ապօրինի է, կամ կարող է պոտենցիալ որևէ ընդդիմադիր գործիչ իրեն հռչակել վարչապետ։ Թե ինչի դուռ է բացել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն սա հետագա մի վնես նաև իրեն է աշխատում։ Չի կարող։ Գիտեք, երբ որ պետության ղեկավարը ստեղծում է այդ կարգի նախադեպ, ինքը միայն այդ օրվա իր շահի մասին չպետք է մտածի։ Միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով պետք է մտածի, դա ինչ հետևանքների կարող է բերել երկրի համար։ Կա Սահմանադրության 17-րդ հոդված։ Ով է Նիկոլ Փաշինյանը, որ իրան իրավունք է վերապահում Սահմանադրության 17-րդ հոդվածի առկայության պարագայում խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Արդյոք գոյություն ունի Աստծո եւ եկեղեցու միջև միջնորդի պաշտոն, որը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն վերագրել է ամենայն հայոց կաթողիկոսի լիազորություններ եւ այդ դիրքերից է նման ապօրինություններ անում։ Սրանք ռետորական հարցեր չեն այլևս։ Դե կաթողիկոսի լիազորություններ չի շնորհել, բայց կարծում եմ, որ այս պահին իշխանությունը, ինչպես ինքն ասում, ժողովրդի կողմից տրված է եւ կատարում է ժողովրդի պահանջը։ Ինչ ժողովրդի պահանջ։ Դե ըստ իշխանությունների հանրության ներսում մեծ պահանջ կա կաթողիկոսի հեռացում։ Տեսեք, այնտեղ հավաքված առավելագույնը 2000 մարդ է, որոնց զգալի մասը ծպտյալ իշխանավորներ էին կամ իրավապահ մարմինների աշխատողներ, քաղաքացիական հագուստներով, ամենևին ժողովրդական տրամադրությունների արտահայտություն չեն։ Սա մեկ։ Երկրորդը, ժողովուրդը կարող է այս կամ այն փուլում էմոցիաներով առաջնորդվել, երկրի ղեկավարը սա հին հունական դեմոկրատիան չի, որ հավաքվեն հրապարակում եւ ձայնի բարձրությունից որոշեն ով է ճիշտ, ով է սխալ։ Կա հստակ սահմանադրական նորմ, կամ պահպանում ես այդ սահմանադրական նորմը եւ իրավական օրինական երկիր ես, կամ չես պահպանում այդ սահմանադրական նորմը, հետո քո ցանկացած բացատրություն անհեթեթության է նմանվում եւ երրորդը ես չեմ տեսնում, որ ժողովուրդը մայրաթորի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունք ունի։ Իսկ հնարովի փաստարկներ են։ Ցանկացած մեկը, որ փորձում է օրենք խախտել, չգիտես ինչու է ժամանակ հիշում է ժողովրդին, վկայակոչում է ժողովրդին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար այս պատմությունից դուրս էլ մի բնավորություն դարձել է կայուն գիծ, որ ինստիտուտը իրեն չի ենթարկվում կամ իր ապօրինի իրավունքները չի կատարում, այդ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվում է։ Օրինակ, որպեսզի մեր կապարանուց չհնչի ասածս, հիմա կբերեմ մի քանի օրինակներ։
Հիշում եք դատարանների պաշարման օպերացիան։ Լրիվ ապօրինի, լրիվ անօրինական, պատճառն այն էր, որ դատական համակարգը փորձում էր անկախ լինել։ Իսկ գործադիրից եկող որոշումները կամ հրահանգները չկնքել։ Դիմերում ինչ է կատարվում։ Էլի բոլոր այն տեղերում, որտեղ ընտրվում են մարդիկ, ովքեր քիմքին հաճո չեն Նիկոլ Փաշինյանի, սկսվում են հետապնդումներ։ Կամ քաղաքական առնետավազք է կազմակերպվում, քաղաքական անասնագողություն։ Ինչի հետևանքով ընդդիմադիր համայնքապետը պաշտոնանկ է արվում, կամ բանտի ուղեգիրը, ասենք Մամիկոն Ասլանյանի դեպքը գիտենք, Վարդան Ղուկասյանի դեպքը, հիմա եթերին զուգահեռ Դավիթ Համբարձումյանի դեպքը եւ կա նաեւ շատ ողբերգական հետևանք ունեցող դեպք առեղծվածային սպանությունը, հա, այդ Փարաքարի համայնքապետի։ Այսինքն բոլոր ինստիտուտների դեպքում Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը եղել է սա եւ այդ ձեռագիրը անփոփոխ է։ Պարոն Սուրենյանց, բայց մինչ օրս ստացվում է այդ ձեռագիրը։ Երեք պատճառով է ստացվում, եկեք շատ անկեղծ այդ երեք պատճառի մասին խոսենք, այդտեղ ինքնակնադատություն էլ կտեսնեք, որովհետեւ ես էլ եմ ընդդիմադիր էլիտայի մաս կազմում եւ չեմ կարող անոք քաղաքագետի կամ անաչառ քաղաքագետի դիրքերից գնահատեմ տեղի ունեցող։ Ուրեմն մեկը եկեղեցու հետ կապված ավելի կոնկրետ, եթե խոսենք երեք պատճառ կա։ Մեկը այս ծրագիրը, որը հակաեկեղեցական իրականացվում է Փաշինյանի կողմից, դա իր սեփական ծրագիրի չի։ Իմ խորին համոզմամբ դա շատ ավելի գլոբալ ծրագրի մի մաս է, որի շահառուներն են նաև արևմուտքի որոշակի շրջանակներ, Ադրբեջանը, Թուրքիան, որը մեծ հաշվով ուղղված է հայկական, քաղաքական, քաղաքակրթական հիմքերի չեզոքացմանը կամ հայկական գործոնի թուլացմանը Մերձավոր Արևելքում։ Սա ուրեմն արտաքին աջակցությամբ է ծրագիրը իրականացվում, սա լրացուցիչ հաղթաթուղթ է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Երկրորդը, ես արձանագրեցի, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի վայելում հանրային աջակցություն, բայց մյուս կողմից կա նաև մյուս արգումենտը, որ հանրային դիմադրությունն է շատ պասիվ, իսկ երբ որ հանրային դիմադրությունը պասիվ է, գալիս է երրորդ գործոնը, որը իշխանության ձեռքին էլի հաղթաթուղթ է դառնում, ռեպրեսիաները։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հնդածս իր մարտավարությունը շտկեց, խմբագրեց, ինչ էր խոստանում նա ընդամենը 1 կամ 2 ամիս առաջ։ Հոգևոր հավաք է շմիացնում, երևի հիշում։ Ինչ հետ է կանգնել իր մտքից։ Չէ, չի կանգնել այդ։ Ուղղակի նա ինձանից ու ձեզանից ավելի լավ է օպերատիվ իրավիճակին տիրապետում եւ շատ լավ գիտի, որ հանրային մեծ աջակցություն չի վայելում իր օրակարգը։ Բայց դա ինչ գիտեք, հիմա Կիրակի օրելի Հովանավանքում են պատահել։ Հա, ինքը փորձում է ակումուլյացնել process, բայց իր հիմնական գործիքը ռեպրեսիվ մեքենան է մնալու։ Նույն Հովանավանքում հիմնական դերակատարություն կամ հիմնական գործոն դարձան ռեպրեսիվ լծակները։ Կարող եմ ձեզ հիշեցնել։ Օրինակ, այնպես արեցին, որ մյուս քահանաները մուտք չունենան Հովանավանք, քաղաքացու լուսանկարը ում դեմքը փորձում են, բերանը փորձում են փակել։ Դե գիտեք, տենց մի քանի հարյուր մարդու մեջ մեկը կարող էր այդպես հայտնվել, այդ ինչքան էլ բծախնդիր լինեն իրավապահ անվտանգային մարմինները, այդպես մեկը կարող է միշտ հայտնվել։ Բայց օրինակ ես փորձեմ մուտքը գործել տարածք, վստահաբար շատ հեռու տարածքում իսկ կանգնեցնելու եմ, որտեղ ճանաչում են։ Եվ իմ վարկագիծը իրենց համար կանխատեսելի չի։ Ճիշտ այնպես, ինչպես փակել էին քահանաների եւ առաջնորդարանի ավելի բարձր կարգ ունեցող, կարծեմ տեսչապետներ, թե ավելի ավագ կանայեր, նրա մուտքը, հա։ Այսինքն իրենք իրենցով գնում են այդ հայտնի տերմինը օգտագործում, իրենց փոքր խմբակով գնում են, ստեղծում են ֆոն։ Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը անցած Կիրակի Հովանավանքում ֆիասկո է ապրել, այդ ընդդիմադիր էյֆորիկ այդ տրամադրություններ չեմ հիշում, այնուամենայնիվ։ Եվ ինչ էր դա այդ։ Գիտեք, դա իր գործողությունների մի փուլն էր։ Ամեն դեպքում նա
ոտնձգություն կարողացավ կատարել, թե եկեղեցու, թե սահմանադրությամբ դեմ։ Չկարողացան, չի կանխել։ Գնաց արեց այդ կեղծ պատարագը, կամ դա հոգևոր հավաք էր, դա պատարագ չէ։ Հոգևոր հավաք էր, որտեղ փառաբանվում էր ոչ թե Աստվածը, այլ Նիկոլ Փաշինյանը, դա էլ նկատենք, հա։ Եկեք հստակ դա էլ նկատենք, այդ ծափերը, որ ընդհանրապես հնազանդության ուխտին բանը խորթ են, հա։ Հեզությանը քրիստոնեական։ Այդ կանխելու փորձերը չեն տանի բախման։ Լսեք, ես չեմ ասում վերջին պահին կանխենք։ Դու պիտի որպես ընդդիմություն այնպիսի միջավայր երկրում ստեղծած լինեիր, որպիսի ինքը չհանդիքներ նման բանաներ։ Հա, վերջի պահին դա անիմաստ է գնալ եւ իշխանության ջրաղացին ջուր լցնել։ Այսինքն ինքը չի խորշելու բախում հրավիրելուց, ռեպրեսիվ մեքենաներ իր ձեռքին է եւ ձերբակալություններ կանի եւ պետք եղած ժամանակ նաեւ ֆիզիկական ներազդեցության շատ կոշտ մեթոդներ կկիրառի։ Ես չեմ ասում վերջին պահին հնարավոր էլ չի կանխել։ Ամեն դեպքում Հովանավանքի ծրագիրը հաջողվեց Կիրակի թե չէ։ Գիտեք, դուք խոսում եք մի հատ պրոյեկտի մասին, որը Նիկոլ Փաշինյանի ձևակերպման դերևս շարունակվում է։ Ես կանխատեսում եմ, որ այս Հովանավանքը դա արտաքին ֆոնն է։ Իսկ ավելի իրական գործուն քայլեր իշխանությունը կանի ռեպրեսիաների տեսքով։ Դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ հարուցված քրեական գործ կա։ Ձայնագրության հոսով Նաթան Արքեպիսկոպոսի եւ աղան Սարգսակի հեռախոսազրույցի Որտե կաթողիկոսի անունն է։ Հայ, մենք գիտենք, որ այդ քրեական գործը կա։ Մենք գիտենք, որ ցանկացած պահի այդ պահը չենք կարող հստակ կանխատեսել, բայց դա սարերի հետևում չի։ Իշխանությունը փորձելու է այդ գործը քրեական գործում ցույց տալ այն ֆիգուրանտը, որը իշխանության գլխավոր պահել են վերջին։ Այո, դա պահել են, ինքը առայժմ Հովանավանքում 30-ում է։ Հերթացս այլ բաներ են անում, այլանդակաբար ու բաներ, այն մյուս գաղտնատեսանկարահանման մասին եմ ակնարկում կամ ասում ուրիշ։ Բացի դա Կիրակի օրով հոգևորականներին քնչական էին կանչել, եթե կհիշեք։ Այդ բոլորը նույն տրամաբանության մեջ է։ Մեդիա տերոր, ռեպրեսիաներ, մեկ էլ այդպիսի տեսարանների ցուցադրություն ինչ որ տեղի ունեցավ Հովանավանքում անցած Կիրակի օրը կամ պիտի տեղի ունենա առաջիկա Կիրակի օրը։ Այդ բոլորը մեր ամբողջ ծրագրի տարբեր դարակներ են, տարբեր հարթակներ են։ Բայց իշխանությունը հանրային աջակցության վրա չի ապավինում, ապավինում է դրսի աջակցության վրա եւ ուժային լծակների վրա, սա հստակ իմացեք։ Պարսոնյանց, գիտեք իշխանականները ինչ են մեկնաբանում, երբ որ կեղծ պատարագի վերաբերյալ հարց ես ուղում, ասում ես, այ օրինակ կաթողիկոսի, հա, իր լիազորությունների վերաբերյալ, իրենք ասում են, այ մենք պատգամավոր ենք, եթե մենք լինենք երկքաղաքացի, դուք այս դեպքում այս խնդիրը չէր առաջանա, դուք էլ մեզ կմեղադրեք, չեք, ասեք դուք պատգամավոր չեք։ Հիմա մենք էլ նույն բանով կաթողիկոսին ենք ասում, որ եթե կուսակրանության ուխտը խախտել ես, ապա այսպիսի զուգահեռներ են անդրադառնում։ Կներեք, բայց շատ անհեթեթ ձևակերպում է։ Օրինակ, եթե որևէ մեկի քաղաքացիական ցենզը չի բավականացնում, որպեսզի նա պատգամավոր կամ տեխնացու լինի, դրանով զբաղվում է ոչ թե ժողովուրդը, որտեղ ժողովուրդը չի կարող այդ տվյալների տիրապետել, այլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ դատարանը, չէ, օրենքով այդ մարմիններն են կոչված զբաղվելու նմանաբնույթ խնդիրներով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ որոշում վիճարկվում է դատական համակարգում, դատական համակարգը վերջնական ընտրական գործընթացի վեճերը հանգուցալուծելու տեսակետից։ Հիմա կուսակրոնության ուխտի խնդիրը կամ հնազանդության ուխտի խնդիրը ներեկեղեցական քննարկման թեման է։ Դերենք ասում են եկեղեցական թող ցույց տան սահմանադրական որևէ մեխանիզմ խնդիր չկա, թող ցույց տան սահմանադրական որևէ մեխանիզմ, որտեղ վարչապետը, ազգային ժողովի որևէ պատգամավոր, կաբինետի որևէ անդամ իրավունք ունեն եկեղեցական կառույցների փոխարեն
քննություն անեն եւ պարզաբանում։ Պարոն Սուրենյան, իրենք ասում են, այդ եկեղեցական կանոնագիրքը չի գործում, չեն հետևում դրան, հիմա մենք ասում եմ եկեղեցում տասնյակ մարմիններ կան, որոնք իրենց կանոնիկ բնույթին համաձայն այդ հարցերը քննարկում են։ Օրինակ ես ու դու ինչ գիտենք համապատասխան եկեղեցական այցն է կուսակրոնության խնդիրը կոնկրետ սրբազանների կամ կաթողիկոսի մասով քննարկել է թե ոչ։ Իրենք պարտավոր չեն դա հանրայնացնել, հրապարակայնացնել։ Պետության լիազորությունների դաշտը իրավունք չի տալիս զբաղվել խնդիրներով, ոլորտներով, որոնք պետական վերահսկողությունից դուրս են։ Սա է դեմոկրատիայի հիմքը։ Ասում պետական կառույց չի եկեղեցին, որ Նիկոլ Փաշինյանն զբաղվում է եկեղեցու ռեֆորմով։ Նույնիսկ անգլիկան եկեղեցին, որի առաջնորդը Միացյալ Նահանգների կներեք, մեծ Բրիտանիայի թագավորն ու կամ թագուհին են ահագին անկախ է թագավորի կամքից։ Անգլիկան եկեղեցու օրինակը բերեցի, որտեղ նա պետական եկեղեցի է։ Ուրիշ բան ձեզ ասեմ։ Բազմաթիվ սկանդալային հրապարակումներ կան Վատիկանի մասին։ Բազմաթիվ։ Ամեն օր թերթեք միջազգային մամուլը ոնց որ ես եմ անում։ Դուք բազմաթիվ արատներ կգտնեք Վատիկանի մասին, որը քննարկվում է արևմտյան մամուլում, առաջատար թերթերում։ Պեդոֆիլիայի գործեր կան, ֆինանսական չարաշահումների վերաբերյալ գործեր կան, եւ այլն եւ այլն։ Որևէ հասարակական ինստիտուտ թերությունների զրպասացված չի։ Վատիկանում այդ խնդիրները ավելի շատ են, որտեղ ինքը ավելի մեծ կառույց է։ Հայ առաքելական եկեղեցին ռեֆորմի կարիք իսկապես ունի, բազմաթիվ խնդիրներ կան։ Բազմաթիվ։ Առաջինը լուծված չի եկեղեցու եւ հասարակության արդյունավետ կոմունիկացիայի հարցը, միջև ձեր ասած խնդիրները։ Բայց այդ ռեֆորմներով եկեղեցին պիտի զբաղվի։ Եթե Նիկոլ Փաշինյանը այտենց գիշերները չի կարողանում քնել, որտեղ եկեղեցում ռեֆորմի կարիք է տեսնում, առաջարկ ունեմ իրան։ Մի խախտի սահմանադրություն։ Հրաժարական տուր վարչապետի պաշտոնից, այդ դեպքում սահմանադրության 17-րդ հոդվածի սահմանափակումները քո վրա չեն տարածվի եւ կարող ես գնալ հանգիստ զբաղվել եկեղեցու ռեֆորմի խնդրով։ Գուցե խելոք բան ասես, հասարակության ինչ-որ խմբեր էլ քեզ աջակցեն։ Եթե մենք ուշադիր լինենք, Կիրակի օրվա հավաքին ոչ բոլոր քպականներն էին մասնակցում։ Այո։ Մի քանիսը նույնիսկ բացահայտ էին ասել, որ օրինակ Ալեն Սիմոնյանը, դա է։ Բացահայտ էր ասել։ Գիտեք, երկու խնդիր կա այստեղ։ Մեկը նա, որ ոչ բոլոր քպականների սրտով առաջին պլանում այս կեղտոտ կամպանիայի երևալ։ Դա քիչ հավանական է, բայց համարում, որտեղ այնքան իրանք սիրահոժար են կեղտոտվում հանուն Փաշինյանի տարբեր հարցերում, որ մի քիչ հավանական է թվում։ Երկրորդ տարբերակը նա, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հավաքի ժամանակ այնուամենայնիվ այդպիսի խնդիր չի դրել, որ իշխանության ռեսուրսի տոտալ օգտագործում լինի։ Փորձել է ապրոբացիա անել, տեսնել ռեսուրսի որոշակի ռեսուրսի օգտագործմամբ ինչքան մարդ կարող է հավաքել։ Բասոնենց, քանի երկու օր արդեն ազգային ժողովում քննարկվում է պետական բյուջեն ու այստեղ առավել ուշագրավ էր օրինակ արտաքին գործերի նախարար Արդ Միրզոյանն էր հայտարարություններ անում եւ տպավորություն է, որ թիմից կարծես թե միակն է, որ իր հայտարարություններով շատ հաճախ տողատակերով ինչ որ այսպես մեսիջներ է տալիս, ոչ այնպես ոգևորությամբ է խոսում խաղաղության մասին, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները։ Գիտեք, ընդհանրապես նախ միանգամից ասեմ, որ Արադ Միրզոյանն էլ իմ համար այդ թիմի ներկայացուցիչը եւ մերժելի է թիմի հետ միասին։ Բայց ընդհանրապես դժվար չի նկատել, որ Արադ Միրզոյանը բոլոր հարցերում աշխատում է իրան ավելի կոռեկտ պահել եւ ավելի կոռեկտ բանավեճի մեջ մտնել ընդդիմադիր գործընկերների հետ, հա, սա նոր չի նկատվել։ Մարդու բնավորությունն ու բնույթն է այդպիսին։ Այո, նա օրինակ բացահայտորեն ասում է, որ սահմանադրության հարցում
մեզանից ինչ-որ բան են պահանջում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները դա ցրում են, ասում են պաշտոնապես նման պահանջ չկա եւ այլն, բայց Արադ Միրզոյանը դա ասում է։ Բայց դա ասելով չի ասում երկրորդ մասը, ինչպես մենք պետքա չեզոքացնենք այդ պահանջը, հա։ Կամ այդ պահանջը ընդունելու ենք, թե ոչ։ Իսկ փաստը հնչեցնելը ինքը անալիտիկ չի, ինքը գործադիր իշխանության շատ լուրջ դերակատար է։ Արտաքին քաղաքականության հարցերում երկրորդ պաշտոնյան վարչապետից հետո։ Դա պարտավոր է նաև մեխանիզմներ ասել կամ հստակ քաղաքական գնահատական տալ։ Այնուամենայնիվ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արադ Միրզոյանի ռետորաբանության տարբերությունները էական չեն ամեն դեպքում։ Եվ բացի այդ, օրինակ ինչի է խաղաղության չեղած խաղաղության գաղափարը Փաշինյանը այդքան ֆետիշացնում, իսկ Միրզոյանը շատ ավելի զգուշավոր խոսում, պատճառաբանությունը շատ պարզ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուսերին է դրած 2026-ին ձայներ հավաքելու առաքելությունը։ Արադ Միրզոյանը ավելի անկաշկանդ է այդ հարցերում, գիտեք, նա նույնիսկ ՀՊ վարչության անդամ չի համաձայնվել առաջադրվել։ Այսինքն այստեղ եկեք իշխանության ներսում ֆունկցիոնալ բաժանման մասին խոսենք, հա։ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը ծառայեցնում է ներքաղաքական օրակարգին, Միրզոյանը Արարատը այդ խնդիրը չունի։ Ավելի անկաշկանդ։ Այո։ Մի կողմից էլ շատ այսպես ակնառու էր, որ նա խուսափում է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, օգտագործել գերիներ բառը։ Տարբեր ձևակերպումներ են տալիս իշխանության ներկայացուցիչները, փակվում, պահվող, անազդության մեջ գտնվող անձինք։ Տերմինի վրա շատ մեծ ուշադրություն չէի դարձնի, եթե իշխանությունները ամեն ջանք գործադրեին այդ մարդկանց օր առաջ ազատելու ուղղությամբ, այդ ժամանակ ես նույնիսկ տերմինը չէի կարևորի։ Որտեւ ի վերջո կարևոր այդ մարդիկ են իրանց իրավունքներով, ազատություններով եւ կյանքի եւ վարորդության իրավունքով, հա։ Բայց դուք չեք նկատել, որ բոլոր հարցերում այդպես միայն գերիների հարցերում չի։ Օրինակ սեպտեմբերի 27-ին պատերազմի մեկնարկի մասին Նիկոլ Փաշինյանը առհասարակ չհիշեց, ըստ երևույթին այն պատճառով, որ ակամայից մի գնահատական տար նաև Ադրբեջանի գործողություններին, իսկ նա զգուշանում է դա անել։ Օրինակ այդ 44 օրյա հանձնաժողովի զեկույցը միանգամից գնաց հատուկ բաժին, որովհետև էլի դրա քննարկումը բերելու էր նրան, որ Ադրբեջանի վարքագիծն էլ պիտի գնահատականներ տրվեր, կամ ագրեսիվ գործողություններին ավելի կոնկրետ ասենք, էլի Նիկոլ Փաշինյանը խուսափեց։ Սա արդեն զգուշավորությունն է կամ կաշկանդվածությունը Բաքվից։ Շնորհակալ եմ ձեզ Պարսունյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Սուրեն Սուրենյանցի հետ, շնորհակալ եմ հետևելու համար։